Մինչև հաղորդումը դիտելն անպայման բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր և իրական պատմությունները։ Ասում են, այս կնոջից վախենում էին անգամ Խորհրդային Միության ամենադաժան քրեական հեղինակությունները։ Նրա խոսքն ընդունում էին յապոնչիկը, մոնղոլը, դեթասանը։ Սակայն համացանցում նրանից ընդամենը մի քանի լուսանկար կգտնեք, իսկ տեսագրություն ընդհանրապես չկա։ Նույնիսկ քրեական հետախուզության լավագույն դետեկտիվներն ունեին միայն մեկ լուսանկար, այն էլ 40 տարվա հնության։ Կալինա Նիկիֆորովա, բոլոր գողերի կնքամայրը, յապոնչիկի կինն ու մեկ այլ օրենքով գողի, Վիկտոր Նիկիֆորովի քրեական աշխարհում ավելի հայտնի Վիկտոր Կալինայի մայրը։ Նա պատմության մեջ միակ կինն է, ով կառավարել է քրեական Մոսկվան և կրել անպաշտոն թագը։ Այսօր կպատմեմ մի պատմություն, որը փորձում էին ջնջել։ Ինչպես Բաքվեցի աղջիկը դարձավ մաֆիայի առաջին տիկինը, դոլարային միլիոնատեր, ինչպես բանտային ժամկետը վերածեց բիզնես դպրոցի, ստեղծելով ընդհատակյա կազինոների ցանց ու կապեր ազգային անվտանգության ծառայության հետ։ Եվ թե ինչու նրա կայսրությունը փլուզվեց մեկ օրում, երբ նա որոշեց գնալ իր վերջին մահացու արկածախնդրությանը, ինքնաթիռի առևանգմանը։ Ամեն ինչ սկսվեց 1945 թվականի հուլիսի 15-ին Բաքվում։ Հրեական թաղամասի բնակարաններից մեկում ծնվում է մի աղջիկ, ում վիճակված էր դառնալ Խորհրդային Միության պատմության մեջ միակ կինը, ով ստացավ քրեական հեղինակության կարգավիճակ։ Նրան կոչելու էին բոլոր գողերի մայր։ 20 տարի երկրի լավագույն հետախույզները որսալու էին նրան, բայց այդպես էլ չէին բռնելու։ Աղջկա հայրը Մոյսեյը հասարակ մարդ չէր, նա առաջին ադրբեջանցի ցեխավիկներից էր, ովքեր հետպատերազմյան տարիներին սկսեցին կառուցել Խորհրդային Միության ընդհատակյա տնտեսությունը։ Պաշտոնապես այդպիսի մարդիկ գոյություն չունեին, բայց իրականում հենց նրանք էին երկիրն ապահովում դեֆիցիտային ապրանքներով, որոնք պետությունը չէր կարողանում կամ չէր ցանկանում արտադրել։ Մոյսեյը դեռ 60-ականների սկզբին մաքսանենգության ուղիներ էր հաստատել Իրանի հետ, որոնցով բերվում էին գորգեր, թանկարժեք իրեր և արտարժույթ։ Ընտանիքն ապրում էր բարեկեցության մեջ, ներմուծված կահույք, սառնարան, հեռուստացույց, իրեր, որոնց մասին խորհրդային քաղաքացիների մեծ մասը միայն երազել կարող էր։ Սակայն այս բարեկեցության հետևում թաքնված էր մշտական տագնապը։ Ազգային անվտանգության ծառայությունը միշտ հետևում էր։ Յուրաքանչյուր հեռախոսազանգ կամ դռանթակոց կարող էր նշանակել ձերբակալություն։ Աղջիկը մեծանում էր մի մթնոլորտում, որտեղ երկակի կյանքը նորմա էր։ Մի օր ամեն ինչ փլուզվեց։ Մոյսեյը սխալ թույլ տվեց գործարքներից մեկում։ Ազգային անվտանգության ծառայությունը դուրս եկավ նրա հետքի վրա։ Սկսվեցին հարցաքննություններ, խուզարկություններ, սպառնալիքներ, բայց Կալինայի հայրը պահեստային պլան ուներ։ Նա գործի դրեց իր բոլոր կապերը։ Պաշտոնյաները գումար ստացան, փաստաթղթերը անհետացան, գործը փակվեց։ Ընտանիքը շտապ տեղափոխվեց մերձ Մոսկվա, նոր փաստաթղթերով ու նոր անուններով։ Աղջիկը հիշեց գլխավոր դասը։ Այս երկրում ողջ է մնում ոչ թե նա, ով ազնիվ է, այլ նա, ով գիտի պայմանավորվել։ Կալինան ընդամենը 18 տարեկան էր, երբ սկսեց կառուցել իր կայսրությունը։ 1963 թվականի գարնանը նա ամուսնանում է Նիկիֆորով ազգանունով մի հնաոճ իրերի վաճառողի և ոսկերչի հետ, ով հորընկերն էր։ Տղամարդը 60 անց էր, Կալինան դեռ 20 տարեկան էլ չկար։ Դա սիրո ամուսնություն չէր, այլ գործարք։ Նիկիֆորովն ուներ ոսկերչական արհեստանոց, կապեր քրեական աշխարհում և մաքուր համբավ իշխանությունների առաջ։ Կալինան ստացավ նոր ազգանուն, նոր անձնագիր և օրինական քողարկում, իսկ ծերը երիտասարդ գեղեցիկ կին, ով կարող էր վարել իր գործերը։ 1.5 տարի անց ամուսինը մահանում է, ըստ պաշտոնական վարկածի սրտի կաթվածից, թեև Մոսկվայի քրեական հետախուզության օպերատիվներն իրենց գրառումներում նշել են, որ մահվան հանգամանքները հարցեր էին առաջացնում, սակայն քննություն չեղավ։ Կալինան մնաց այրի, ժառանգելով բնակարան Մոսկվայի կենտրոնում, կապեր ոսկերչական բիզնեսում և ծանոթություններ ստվերային աշխարհի մարդկանց հետ։ 19 տարեկանում նա աշխատանքի է անցնում արտարժութային Բերյոսկա խանութում, որը սպեկուլյանտների դրախտն էր, ճապոնական մագնիտոֆոններ, ներմուծված հագուստ, դեֆիցիտային կոսմետիկա։
Խանութում գործում էր մի ամբողջ համակարգ, վաճառողները դուրս էին բերում ապրանքը, պահակները աչք էին փակում, ադմինիստրատորները կեղծում էին փաստաթղթերը։ Կալինան սովորում էր և շուտով սկսեց ղեկավարել այդ սխեման։ Նա միշտ երկու քայլ առաջ էր մտածում, ինչպես ոչ միայն գողանալ, այլև իրացնել և լվանալ գումարները։ 1966 թվականի գարնանը նրան բռնում են խանութից դուրս գալիս։ Կալինային կալանավայր էր սպառնում, բայց հարցաքննության ժամանակ նա տվեց ոստիկանության ղեկավարության 3 հոգու անուն, ովքեր իրենից ծրարներով գումար էին ստանում։ 2 ժամ անց նրան բաց թողեցին և գործը փակվեց։ Այդ պահից նա հասկացավ. այս համակարգում հաղթում է նա, ով գիտի ում վճարել։ 22 տարեկանում նա արդեն ուներ իր սեփական հանցավոր ցանցը՝ արտարժույթ, թանկարժեք իրեր, մաքսանենգություն։ 1969 թվականի գարնանը հափշտակումների դեմ պայքարի բաժինը մասշտաբային գործողություն է իրականացնում։ 24 հոգու թվում Կալինան առաջին եռյակում էր։ Մեղադրանքները լուրջ էին, բայց դատավճիռը մեղմ եղավ՝ 8 տարի ընդհանուր ռեժիմի գաղութ։ Հարցաքննությունների ժամանակ նա իրեն պրոֆեսիոնալի պես պահեց, չմատնեց հիմնական դեմքերին, ինչը գնահատեցին և հանցավոր աշխարհում, և ոստիկանությունում։ 1969-ի աշնանը 24-ամյա Կալինային բերում են Վլադիմիրի մարզի կանանց գաղութ։ Շատերի համար սա վերջն էր, բայց նրա համար դարձավ բարձր մակարդակի բիզնես դպրոց։ Նա սկսեց ուսումնասիրել դատապարտյալներին, թե ով ինչ կապեր ունի դրսում։ Հետո սկսեց սովորել Խորհրդային Միության քրեական օրենսգիրքը, դարձավ գաղութի ոչ պաշտոնական իրավաբանը, բողոքներ էր գրում, օգնում կանանց և նրա շնորհիվ 3 հոգու դատավճիռ վերանայվեց։ Նրա հեղինակությունը շեշտակի բարձրացավ, նա դարձավ գորշ կարդինալ, բոլոր հարցերն ու կոնֆլիկտները լուծվում էին նրա միջոցով։ 1970 թվականին գաղութ է գալիս Մոսկվայի հանձնաժողովը։ Կալինայի հետ 4 ժամանոց առանձնազրույց են ունենում ներքին գործերի նախարարության և ևս մեկ անհայտ կառույցի ներկայացուցիչներ։ Դրանից հետո նրա ռեժիմը մեղմացվում է, և նա իր խցակիցներին ասում է. «Համակարգն ուզում է աշխատել ինձ հետ, նշանակում է ես նրանց պետք եմ»։ Նա ազատ է արձակվում ժամկետից 2 տարի շուտ՝ 1973 թվականին, 28 տարեկանում։ Մոսկվա, 1973 թվական։ Կալինային պետք էր ուժեղ գործընկեր քրեական աշխարհում։ Նա իմանում է, որ Մոսկվայում հայտնվել է նոր հեղինակություն՝ 29-ամյա օրենքով գող Վյաչեսլավ Իվանկովը, յապոնչիկը։ Նրանց հանդիպումը տեղի է ունենում ռեստորանում։ Նրանք միանգամից նկատում են միմյանց։ Յապոնչիկը տեսավ կնոջ, ով չէր վախենում և նայում էր ուղիղ աչքերին, իսկ Կալինան տեսավ տղամարդու, ով կարող էր իշխանության բանալին դառնալ։ Մեկ շաբաթ անց նրանք դառնում են սիրահարներ, ինչը գողական օրենքների ուղղակի խախտում էր։ Օրենքով գողը իրավունք չունի ընտանիք կամ կին ունենալ, բայց յապոնչիկը թքած ուներ կանոնների վրա, երբ խոսքը Կալինայի մասին էր։ Կալինան առաջարկեց սխեմա՝ բացել ընդհատակյա կազինոների ցանց։ Խաղադրույքները հսկայական էին, հաճախորդները սպեկուլյանտներ, պաշտոնյաներ, ցեխավիկներ։ Կալինան կառավարում էր ամեն ինչ, գտնում էր ամենահարուստներին, իսկ հետո յապոնչիկի մարդիկ հարձակվում էին այդ զոհերի տների վրա և տանում ամեն ինչ։ Զոհերը լռում էին, քանի որ չէին կարող ոստիկանությանը բացատրել իրենց փողերի ծագումնաբանությունը։ 1975 թվականին Կալինան հղիանում է։ Գողական աշխարհը պահանջում էր խզել կապերը, բայց յապոնչիկը հրապարակավ հայտարարեց, որ երեխան իրենը չէ, ինքն ուղղակի օգնում է դժվար վիճակում հայտնված կնոջը։ Բոլորը գիտեին ճշմարտությունը, բայց ոչ ոք չհամարձակվեց դեմ գնալ։ Ծնվեց որդին՝ Վիկտորը, ով պաշտոնապես որդեգրված էր, բայց իրականում քրեական դինաստիայի ժառանգորդն էր։ Սակայն Կալինան ոչ մեկին չէր վստահում, նույնիսկ յապոնչիկին, և վարում էր զուգահեռ գործեր, որոնց մասին նա չգիտեր։ 1981 թվականի նոյեմբերի 8-ին յապոնչիկը ձերբակալվում է և դատապարտվում 14 տարվա խիստ ռեժիմի բանտարկության։ Շատերը կարծում էին, որ սա Կալինայի կայսրության վերջն է, բայց նա է դառնում գլխավոր հեղինակությունը։ Նա գողական հավաք է հրավիրում, որին գալիս են խորհրդային քրեական աշխարհի ծանր քաշայինները՝ Մոնղոլը, Դեթասանը, Սվորաֆը և պրոֆեսորը։ Բոլորն էլ ընդունում են Կալինայի իշխանությունը, քանի որ նա առաջարկում էր այն, ինչ ոչ ոք չէր կարող՝ իրավաբանական պաշտպանություն,
կապեր ոստիկանությունում, փողերի լվացում և ինֆորմացիա։ 1982 թվականին Կալինան արդեն ղեկավարում էր բիզնեսը կորպորացիայի պես։ 3 ընդհատակյա կազինո Մոսկվայում, կանացի կոշիկների և ոսկերչական անօրինական արտադրամասեր, խանութ Բեռլինում, մաքսանենգ ոսկու իրացման համար։ Տարեկան շրջանառությունը միլիոնավոր ռուբլիներ էր։ Նա ուներ շվեյցարական հաշիվներ ու անշարժ գույք 3 երկրներում։ Նա դարձել էր քրեական աշխարհի ոչ պաշտոնական դատավորը։ Այդ տարիներին նա զարգացնում էր իր կարիերայի ամենացինիկ սխեման։ Սկսվել էր հրեաների զանգվածային արտագաղթը Իսրայել, Գերմանիա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Խորհրդային Միությունից օրինական կերպով հնարավոր էր դուրս բերել առավելագույնը 90 ռուբլի մեկ անձի համար, բայց մարդիկ ունեին հարստություն, թանկարժեք իրեր։ Կալինան առաջարկեց հավալա սխեման։ Մոսկվայում էմիգրանտը փողն ու արժեքները տալիս էր իրեն, իսկ սահմանը հատելուց հետո նրա հարազատները Թել Ավիվում կամ Բեռլինում ստանում էին համապատասխան գումարը Կալինայի գործընկերներից 30% միջնորդավճարով։ Շատերին նա ուղղակի խաբում էր, վերցնելով գումարը և արտասահմանում ոչինչ չփոխանցելով։ Զոհերը լռում էին, որպեսզի չմեղադրվեին կապիտալի անօրինական արտահանման մեջ։ 1986 թվականի գարնանը Կալինային սարսափելի ախտորոշում են տալիս՝ լեյկեմիա, արյան քաղցկեղ։ Ապրելու կանխատեսումը 1-ից 3 տարի։ Նա չէր ուզում մեռնել խորհրդային հիվանդանոցում։ Արևմուտքում արդեն անում էին ոսկրածուծի փոխպատվաստում։ Դրա համար պետք էր 3 բան՝ արտասահման մեկնելու թույլտվություն, միլիոնավոր դոլարներ և ժամանակ։ Փողեր նա ուներ շվեյցարական հաշիվներում, բայց օրինական դուրս գալն անհնար էր։ Մնում էր մեկ տարբերակ՝ ինքնաթիռի առևանգում։ Պլանը մշակվում էր ամիսներով։ Կալինան պաշտոնապես ամուսնանում է քրեական հեղինակություն Ռուբեն Սարգսյանի հետ, մականունը պրոֆեսոր։ Ամուսինները պատրաստում էին Մոսկվա-Թել Ավիվ երթուղով ինքնաթիռի առևանգման գործողությունը։ Զենքերը պատրաստ էին, թանկարժեք իրերը ճամպրուկներում։ Սակայն Ազգային անվտանգության ծառայությունը 1987-ի աշնանից շուրջօրյա հետևում էր նրանց։ Գործողությունը հսկում էր անձամբ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, նպատակ ունենալով նրանց ձերբակալել օդանավակայանում, հենց հանցանքի վայրում։ Բայց ձերբակալությունը այդպես էլ տեղի չի ունենում։ 1988 թվականի փետրվարի 26-ին Մոսկվայի իր բնակարանում Կալինան մահանում է սրտի կանգից։ Պաշտոնական պատճառը լեյկեմիայի բարդացում, բայց քրեական շրջանակներում մինչև օրս քննարկվող ոչ պաշտոնական վարկածն այն է, որ Ազգային անվտանգության ծառայությունը թունավորել է նրան, նախընտրելով ազատվել խնդրից լուռ, առանց դատարանի ու աղմուկի։ Կալինան 42 տարեկան էր։ Ռուբեն Սարգսյանը կնոջ մարմինը տեղափոխում է Երևան։ Թաղումը տեղի է ունենում քաղաքի գլխավոր գերեզմանատանը։ Արարողությանը ներկա էին օրենքով գողեր ամբողջ Խորհրդային Միությունից, Մոնղոլը, Դեթ Հասանը և տասնյակ այլ հեղինակություններ։ Հուղարկավորում էին ոչ թե ուղղակի մի կնոջ, այլ մի ամբողջ դարաշրջան։ Կալինայի մահից հետո քրեական աշխարհը փոխվեց և կանանց այլևս երբեք թույլ չտվեցին հասնել նման իշխանության։ Նրա որդին Վիկտոր Նիկիֆորովը ստացավ օրենքով գողի թագը, վերցրեց մոր մականունը՝ Կալինա, և շարունակեց դինաստիան մինչև 1992 թվականի հունվարի 14-ը, երբ սպանվեց իր տան մուտքի մոտ։ Մարդասպաններին այդպես էլ չգտան։ Կալինա Նիկիֆորովայի գերեզմանը Երևանում մինչև օրս մնում է ուխտատեղի քրեական աշխարհի ներկայացուցիչների համար։ Գողերը գալիս են հաջողություն խնդրելու, հավատալով, որ նույնիսկ մահից հետո նա կարող է օգնել։ Բոլոր գողերի մայրը մեռած է, բայց նրա հիշատակը կենդանի է։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, հավանել տեսանյութն ու մեկնաբանություն թողնել։